Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի 41 հասցեում գործող Մամա Միա ռեստորան են մտել տղամարդիկ եւ ծեծկռթուք է տեղի ունեցել, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեի մոտ 2 հաղթանդամ տղամարդ հարձակվել են քաղաքացու վրա եւ ծեծի են ենթարկել նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի գնդի բարեկներին քաղաքացիները մատնոցույց են արել 2 տղամարդու եւ հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ հարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել եւ ծեծի ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու։ Նշված 2 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ-ն եւ 44-ամյա Բորիս Ղ-ն։ Քիչ անց ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեում ծեծի ենթարկվելու հետևանքով քթոսկրերի կոտրված քարձականով եւ գու վախտորոշմամբ շտապօգնության 06 կարգախումբը հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 26-ամյա Ալեքսանդր Նոզիկին։ Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, կենտրոնի եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների քննչական բաժին։